300 ոստիկան, 23 պատանդ, պիցցա պահանջող դիմակավորված զինված անձինք և ոչ մի արձակված կրակոց։ Սա ոչ թե իրական վտանգ էր, այլ մի մեծ բեմադրություն, որտեղ ոստիկանությունը պարզապես հանդիսատեսի դերում էր։ Այս պատմությունը հասկանալու համար դուք պետք է պատկերացնեք Արգենտինայի ափամերձ մի փոքրիկ քաղաք՝ Ակասուսոն։ Այն Բուենոս Այրեսի հարևանությամբ գտնվող հանդարտ ու հարուստ արվարձան է։ Այնպիսի մի վայր, որտեղ մարդիկ վստահում են իրենց հարևաններին, դռները բաց են թողնում և հավատում, որ այստեղ երբեք ոչ մի իրական վտանգ չի կարող պատահել։ Այդ թաղամասում էր գտնվում Բանկո Ռիո բանկի մասնաճյուղը։ Արտաքուստ ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի ևս մեկ շենք, սովորական մի փողոցի վրա։ Սակայն այդ բանկի տակ թաքնված մի բան կար, որի մասին անգամ բանկի աշխատակիցները գաղափար չունեին։ Թունել։ Եվ ինչ-որ մեկը շաբաթներ շարունակ փորել էր այն։ 2006 թվականի հունվարի 13-ի կեսօրին բանկի փակվելուց քիչ առաջ 6 տղամարդ մտան ներս։ Նրանք հանգիստ էին, կազմակերպված և սովորական հագնված։ Ընդամենը րոպեների ընթացքում նրանք իրենց հսկողության տակ վերցրին ամբողջ բանկը։ Նրանք կողպեցին դռները, հավաքեցին անձնակազմին ու հաճախորդներին, ընդհանուր 23 հոգու, և հրահանգեցին պառկել հատակին։ Այնուհետև նրանք դրեցին իրենց դիմակները և վերցրին զենքերը։ Կողքից դիտողի համար սա նման էր դաժան զինված կողոպուտի։ Եվ դա հենց այն էր, ինչ նրանք ուզում էին, որ մարդիկ մտածեն։ Բանկի ներսում ինչ-որ մեկին հաջողվեց սեղմել տագնապի կոճակը։ Րոպեների ընթացքում ոստիկանները սկսեցին հավաքվել շենքի մոտ։ Հետո ավելի շատ ոստիկաններ։ Ի վերջո ավելի քան 300 սպա շրջափակեց շենքը։ Ժամանեցին փրկարարներ, փողոցը մեկուսացվեց։ Ոստիկանությունը պատրաստ էր վատագույնին, և հանկարծ զինված անձինք ներսից ձայն տվեցին։ Նրանք պահանջ ունեին, ոչ թե գումար, ոչ թե ուղղաթիռ և ոչ էլ անվտանգ ելք դեպի այլ երկիր։ Նրանք պիցցա էին ուզում։ Ոստիկանները, շփոթված, բայց զգուշավոր, ուտելիքը ներս ուղարկեցին։ Պատանդները հետագայում պատմում էին, որ բանկի ներսում մթնոլորտը գրեթե լարված չէր։ Կողոպտիչները բռնություն չէին գործադրում, ոչ մեկին չէին սպառնում։ Նրանք զրուցում էին, սպասում և պարզապես ժամանակ էին ձգում, որովհետև դա էր ամբողջ իմաստը։ Քանի դեռ ոստիկանները բանակցում էին դրսից, քանի դեռ տեսախցիկները նկարահանում էին և բոլորի ուշադրությունը սևեռված էր բանկի մուտքին, իրական գործողությունը տեղի էր ունենում բանկի տակ։ Այս մարդիկ շաբաթներ էին անցկացրել փորելով թունելը մոտակայքում վարձակալած մի տարածքից։ Թունելն անցնում էր գետնի տակով և դուրս էր գալիս ուղիղ բանկի պահոց։ Նրանք պլանավորել էին ամեն մի մանրուք։ Նրանք գիտեին հատակագիծը և հաշվարկել էին ժամանակը։ Նրանք գիտեին, որ հենց ոստիկանությունը հայտնվի, ոչ ոք չի նայի հատակին։ Քանի դեռ նրանց գործընկերները վերևում ներկայացում էին խաղում, ներքևի խումբը ներխուժեց պահոց։ Այնտեղ նրանք գտան Արգենտինայի ամենահարուստ ընտանիքներին պատկանող պահատուփերը։ Կանխիկ գումար, զարդեր, ժամացույցներ, թանկարժեք փաստաթղթեր։ Նրանք պարկերի մեջ լցրին այն ամենը, ինչ կարող էին տանել։ Իսկ երբ աշխատանքն ավարտեցին, արեցին մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Նրանք 23 պատանդներին ուղեկցեցին դեպի բանկի մուտքը, բացեցին դռները և նրանց դուրս ուղարկեցին փողոց, շփոթված, բայց ֆիզիկապես անվնաս։ Ոստիկանները ներխուժեցին ներս, իսկ կողոպտիչները, նրանք անհետացել էին։ Երբ սպաները սկսեցին զննել բանկը, նրանք չգտան ոչ զինված մարդկանց, ոչ պարկեր, ոչ էլ դրսում սպասող փախուստի մեքենա։ Միայն դատարկ պահոց և մի անցք հատակի մեջ։ Բայց ամենազարմանալի բացահայտումը դեռ առջևում էր։ Հատակին ընկած էին այն զենքերը, որոնցով ժամեր շարունակ ահաբեկել էին բոլորին։ Պարզվեց, դրանք ընդամենը խաղալիք ատրճանակներ էին, պատրաստված այնպես, որ թվան իրական։ Կողոպտիչները նույնիսկ չէին էլ պատրաստվել կրակել։ Ամբողջ վտանգը, ինչպես և ամբողջ կողոպուտը, հիանալի մշակված պատրանք էր։ Ոստիկանները ժամեր շարունակ կանգնած էին եղել դրսում, 300 հոգով, հսկելով սխալ դուռը։ Կողոպտիչները փախել էին թունելով, դուրս էին եկել մոտակա վարձակալած տանը և պարզապես հեռացել։ Պահոցի պատին նրանք մի գրություն էին թողել, որտեղ ասվում էր. հարուստների այս վայրում ոչ ոք չի տուժում, ստորագրված է նրանց կողմից, ովքեր տիրապետում են ճշմարտությանը։ Ոչ մի մարդ չէր տուժել, ոչ մի կրակոց չէր արձակվել։ Ամբողջ գործողությունը ընթացել էր ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր։ Գողոնը հսկայական էր։ Ըստ հաշվարկների, գողացված կանխիկ գումարի, զարդերի և արժեքավոր իրերի ընդհանուր արժեքը կազմում էր 5-ից 8 միլիոն ԱՄՆ դոլար։ Որոշ տվյալներով այն կարող էր շատ ավելին լինել, քանի որ շատ պահատուփեր պատկանում էին մարդկանց, ովքեր իրենց անձնական պատճառներով այդպես էլ ոստիկանությանը չհայտնեցին, թե կոնկրետ ինչ կար ներսում։
Բանկո Ռիոյի կողոպուտը անմիջապես կոչվեց ժամանակակից պատմության ամենամանրակրկիտ մշակված եւ իրականացված բանկային հարձակումներից մեկը։ Ոչ թե բռնության, այլ բարձր ինտելեկտի շնորհիվ։ Նրանք չհաղթեցին համակարգին ուժով, նրանք շեղեցին այն։ Դեպքից որոշ ժամանակ անց թվում էր, թե սա կատարյալ հանցագործություն էր, բայց կատարյալ հանցագործություններն ունեն մի թույլ կողմ՝ մարդկային զգացմունքները։ Այս հանճարեղ շղթան քանդվեց ոչ թե ոստիկանության պրոֆեսիոնալիզմի, այլ սովորական վրեժխնդրության պատճառով։ Կողոպտիչներից մեկի կինը, Ալիսիա դի Թուլիոն, պարզեց, որ իր ամուսինը պատրաստվում է գողացված փողերով փախչել սիրուհու հետ։ Դավաճանված կնոջ վրեժն անխուսափելի էր։ Նա որոշեց, որ եթե ամուսինը չի լինելու իր հետ, ապա նա չի լինի նաև ազատության մեջ։ Ալիսիան գնաց ոստիկանություն եւ պատմեց այն ամենը, ինչ գիտեր։ Հենց այս մատնությունը դարձավ այն միակ թելը, որից բռնելով քննիչները կարողացան բացահայտել մի հանցագործություն, որը մինչ այդ թվում էր անլուծելի։ Հաջորդ ամիսների ընթացքում արգենտինական իշխանությունները գտան խմբի հիմնական անդամներին։ Պարագլուխը Սեբաստիան Գարսիա Բոլստերը մի քանի այլ անդամների հետ միասին ի վերջո ձերբակալվեց։ Դրան հաջորդեցին դատավարությունները, բայց նույնիսկ դատարանում պատմությունը չկորցրեց իր տարօրինակ կողմը։ Կողոպտիչները Արգենտինայում իսկական հայտնիություն ձեռք բերեցին։ Մարդիկ հիանում էին նրանց ստեղծարարությամբ, պլանավորմամբ եւ այն փաստով, որ ոչ ոք չէր տուժել։ Ոմանք նրանց նույնիսկ անվանում էին ժամանակակից Ռոբին Հուդեր, թեև իրականում նրանք ամբողջ գումարը պահել էին իրենց։ Գումարի մեծ մասն այդպես էլ չվերականգնվեց։ Կազմակերպիչը բանտարկվեց, բայց Արգենտինայի օրենսդրության եւ գործի հանգամանքների բերումով պատիժը շատ ավելի մեղմ էր, քան կլիներ զինված բռնի կողոպուտի դեպքում։ 2016-ին այս իրադարձությունների հիման վրա նկարահանվեց «Դարի կողոպուտը» El Robo del Siglo ֆիլմը, որը դարձավ Արգենտինայի ամենադիտված ֆիլմերից մեկը, իսկ ավելի ուշ վերածվեց նաև Netflix-ի սերիալի։ Այս մարդիկ ուսումնասիրեցին համակարգը։ Նրանք գտան դրա թույլ կողմը։ Նրանք հասկացան ցանկացած բանկի անվտանգության ամենակարևոր տարրը՝ մարդկային ուշադրությունը, կարող է ամբողջությամբ վերահասցեագրվել ճիշտ ներկայացման միջոցով։ 300 պատրաստված ոստիկան ժամերով կանգնած էին բանկի դիմաց եւ շոու էին դիտում։ Նրանք արեցին հենց այն, ինչ պարտավոր էին անել։ Նրանք հետևեցին հրահանգներին, նրանք ամեն ինչ լուրջ ընդունեցին եւ միևնույն է, պարտվեցին, որովհետեւ վտանգը երբեք դռան մոտ չէր, այն արդեն նրանց ոտքերի տակ էր։ Բանկո Ռիոյի կողոպուտը հիշեցում է այն մասին, որ ամենավտանգավոր ծրագիրը ամենաաղմկոտը չէ։ Դա լուր ծրագիրն է, համբերատարը։ Այն մեկը, որը ոչ ոքի մտքով չի անցնի փնտրել, որովհետև բոլորը զբաղված են շեղող հնարքին հետևելով։ Իսկ ինչ որտեղ Արգենտինայում այդ գումարի մեծ մասը դեռ մնում է անհայտության մեջ։ Իսկ եթե հոլովակը հետաքրքիր էր ձեզ համար, կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին։ Այստեղ մենք պատմում ենք իրական պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե որքան անսովոր ու բարդ կարող է լինել մեզ շրջապատող աշխարհը։